Ինչ ֆիզիկական քաշ ունի փողը։ Վստահ եմ շատերդ կասեք մի քանի գրամ, բայց այ օրինակ Աղովկյանոսյան մի կղզում մարդիկ որոշել են, որ իրենց մոտ փողը 3-4 տոննայանոց մեծ քարեր են։ Ու հետաքրքիրն է, որ քարերը իրար չեն փոխանցում, այլ այն տեղեկությունն է փոխանցում իրար, որ այս պահին այս քարը պատկանում է այս մարդուն։ Ու նաև մի դեպք է եղել, երբ քարերից մեկը գլորվել ընկել է օվկիանոսը ու անգամ չեն էլ հանել օվկիանոսից քարը, պարզապես իմանալով, որ քարն այնտեղ է, իրար փոխանցել են, որ այն օվկիանոսի մեջի քարը այս պահին պատկանում է մեկին կամ մյուսին։ Հետևություն, որ փողը իրականում վստահություն եւ ինֆորմացիա է, որ քո մոտ կա ինչ-որ մի բան, որը ունի համապատասխան արժեք։ Ժամանակակից աշխարհում թղթադրամները թուղթ փողը գնալով ավելի քչանում են։ Մենք բոլորս արդեն սկսել ենք վճարային քարտերով կամ պարզապես հեռախոսներով վճարումներ անել տարբերակով եւ դա է դարձել առօրյան։ Հիմա շատ հաճախ մարդիկ քեշ գումար գրպաններում չեն ունենում եւ գնալով ավելի ու ավելի է այդ ամեն ինչը դառնում առօրեական ու սովորական։ Եթե մի քանի տարի առաջ մենք եւ ավելի բարձր սերնդի մարդիկ նեղվում էին այդ քարտերի գաղափարից, այսօր մեր շրջապատի բոլոր մարդիկ անգամ մեր թոշակառուները սկսել են քարտով առևտուր անել ու քարտով գումար ստանալ։ Այսինքն փողի մասին ինֆորմացիան սկսել է դառնալ ավելի հեշտ, ավելի շարժվող տարբերակով։